Սելյայնակիցներ, ելույթս վերնագրել եմ փոխադարձ առավելությունների գաղտնիքը և ապաշրջափակման նշաձողի իջեցումը։ Այստեղից Նիկոլ Փաշինյանը 22 թվականին ասում էր. միջազգային մեր գործընկերները պարտադրում են, որ մենք իջեցնենք Ղարաբաղի կարգավիճակի մեր նշաձողը։ Ովքեր էին այդ միջազգային գործընկերները, Նիկոլ Փաշինյանը ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո չպատասխանեց, թե պետքային բազմաթիվ հարցեր։ Ինչքան են պատրաստվում իջեցնել նշաձողը, այդ հարցը նույնպես մնաց անպատասխան։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ նշաձողը դուք ոչ թե իջացրել եք հատակի մակարդակին, այլ մի հատ էլ փոս եք փորել և մեջը թաղել եք և հիմա նույնիսկ Արցախ բառը վախենում եք ասել։ Պետական երկու բարձրաստիճան պաշտոնյա, հիշեցնեմ, ասեցին Արցախ, ներողություն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ տեղի ունեցավ 3 չառաջի օրը, որ այս իշխանությունները այսքան թմկահարում են, ասում են Հայաստանի շրջափակումը ճեղքվեց։ Ոգևորության պահին մեր երկու գործընկերներ, մեկն այստեղ է, մեկը այստեղ չի, ասում են բացվեց սահմանը։ Որ սահմանն է բացվել, ժողովուրդ, Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվել է։ Մի հատ կասեք, որն է այդ անցման կետը, սահմանային անցնո, պարոն Հակոբյան։ Մի հատ ասեք, եկեք միասին անցնենք, հեսա 25 հոգի ելույթ ունեցեք, գնանք այդ սահմանը անցնենք։ Մյուս մեր գործընկերն ասում է նոր դուռ է բացվել։ Պետրոս մեծն է, պատուհան դեպի Եվրոպա։ Այս մարդը բացել է նոր դուռ դեպի ուր դուշման դարասի։ Ժողովուրդ, ձեռ եք առնում ձեզ։ Այդ նույն սահմանային անցումն է, որը էլի Վրաստանով է գալու։ Որ դուռն է բացվել, Վրաստանի դուռը պետք է փակվեր։ Հիմա մյուս խնդիրը ապաշրջափակման դիմաց Ադրբեջանը զիջում է արել։ Մենք միշտ ինչ էինք փորձում հասկանալ, երբ ստորագրվեց օգոստոսի 8-ի երկկողմ հռչակագիրը, որը այստեղից փորձում էր ներկայացվել որպես եռակողմ գրողը տանի, որն է փոխադարձ առավելությունը։ Հիմա մենք հասկացանք, Հայաստանի այսօրվա իշխանությունները ադրբեջանցիներին տալիս են միջանցք։ Այդ բառը ով ինչպես ուզում է թող հասկանա, անխոչնդոտ անցումը, դա միջանցքն է, որովհետև երբ գործընկերները փորձեցինք հասկանանք Նիկոլ Փաշինյանից, այդ անխոչնդոտը որն է, ինքն ասում է, դե օրինակ ԵԱՏՄ, հիմա ԵԱՏՄ-ում այսքան խնդիրներ կան։ Փոխարենը ինչ որ անորոշ առավելություն, ասում եք, կարող է այդ անորոշ առավելությունը փողն է, որը դուք առաջարկում էիք դեռևս 2001 թվականին։ Հիմա ինչա, մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս մի անգամ, որտեղ խոսք չի եղել, որ դա եղել է մշտական գործողություն, կոնկրետ ակտաուից ցորեն բերել Հայաստան։ Եվ հիմա ինչա տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը եւ դուք ասում եք շրջափակումը ճեղքվեց։ Այսինքն շրջափակումը, որը դուք նախապես դիտում եք որպես ճանապարհների ապաշրջափակում, բոլոր կապուղիների ապաշրջափակում, գցեցիք եւ քացով տվեցիք, ոտով մի հատ էլ լղջեցիք, որպես ակտաուից մի պարտիա ցորեն։ Ինչքան ցորեն, տենց էլ ոչ ոք չի հասկանում։ 2022 թվականին, պարոն Հակոբյան, քանի որ դուք եք սահմանը բացելու մասին, կառավարությունը շրջանառեց որոշման մի նախագիծ, որով առաջարկում էր 3 սահմանային անցման կետ տալ։ Մեկը Սադարակ, մյուսը Քարաունջ, երրորդը Ղազախ։ Ադրբեջանն ասեց, որ ձեռ եք առնում, այդ որոշումը նախագիծը էլ չկա, կառավարության օրակարգ չմտավ, չնայած Նիկոլ Փաշինյանի հարցմանն ի պատասխան արտգործնախարարն ասում է, չէ, դա օրակարգում է, երբ պետք լինի կմտցնենք, խրոխտ ինչ որ մի հատ առաջարկություն։ Հիմա պատասխանը,
Դեք սովետի ժամանակ մի հատ անեկդոտ կար, ժողովուրդը բողոքում է, սաղին բողոքում է, պատասխանը գալիս է Ժիլսամ ատначальնիկը ԺԵԿ-ը։ Հիմա Փաշինյանին ինչ գրում է, գալիս է ուրիշներից, ատначальնիկը ԺԵԿ-ը։ Ուրեմն 2025 թվականի հունվարի 8-ին ի պատասխան Ալիևի հոխորտանքների Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Armenpress թերթին, ասում է. Մենք երասխ Սադարակ Օրդուբադ Մեղրի Զանգելյան երթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ են կարել Ադրբեջանին։ Դա ավելին է, քան առաջարկը։ Դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա եւ կսկսենք երկաթուղում մեր հատվածների շինարարությունը։ Սա ասվել է հունվարի 8-ին։ Ուր է այդ առաջարկությունը կոնկրետ։